Որից որոշում եմ ժողովուրդ ջան, փորձենք տեխնոլոգիաների և այդ պատերազմների վերաբերյալ բաժնի հետ կապված մի փոքր անդրադառնամ հուսիտյան պատերազմներին։ Հետի 15-րդ դարում Չեխիայի տարածքում, հիմիկվա Չեխիայի տարածքում մոտավորապես այդ կաթոլիկ եկեղեցին շատ էր ճնշում չեխերին, ավստրիացիներն էին, չէ՞, վաղ ավստրիական բաներ, թագավորություններ, ու իրանք այտենց համ որպես ժողովուրդ էին կախման մեջ, համ էլ որպես կրոնական ճնշումների տակ, շատ ճնշված, արհամարհված վիճակ էր ու սկսեց առաջանալ այդ իրենց մոտ շարժում, այն Յանգուսը առաջնորդեց այդ շարժման, սկիզբը դրեց, հետո իրան խաբեցին, կանչեցին, բռնեցին, վառեցին, վառեցին 1419 թվին երևի, չեմ գրեզքի, այդ թվականներին, կանչեցին խոսակցության, այդ թագավորը լկտիաբար թագավորական խոսքը իր դրժեց, կանչեցին, բռնեցին, տղուն վառեցին կրակի վրա, բայց դրանից չվերջացավ ոչինչ բան, դրանից նոր թափ հավաքեց, հետո իրենց այդ չեխերի առաջնորդը Յան Ժիշկան դառավ ավստրիացիների դեմ պայքարում 1420-ից 1430 թվականներ էլի, տենց ոչ էլ եմ ասում, հուսիտյան պատերազմներ, ուրեմն ինչ տեղի ունեցավ տեխնոլոգիաների պահով։ Չեխերը հնարեցին, հայտնաբերեցին տեխնոլոգիա, որը կոչվում է Վագենբուրգ, կինոների մեջ տեսած կլինեք, այսինքն սալի նման բան է, մի քիչ ավելի մեծ, մեջից լուսամուտներ կան, ասենք մեջից նիզակներով, նետերով կրակում են, հրացաններով կրակում են, ինչի համար է նախատեսված, քանի որ ասպետական ծանր հեծելազոր կար, չէ, ասենք կանոնավոր զորքերի դեմ, այդ ասպետական հեծելազորը, ծանր հեծյալները, գիտեք, ասենք թափով գալիս են, մենակ այդ նիզակների թափն ու ձիերի թափը հնձելով եթում են, էլի ասենք, դրա դեմ հնարեցին չեխերը այդ Վագենբուրգը, վագոնի նման է էլի անել, այտենց իրար կողք դնում են, պարիսպա դառնում, պատա դառնում, ու ասենք գալիս են, որ վրա տանեն, չեն կարում, իրանք էլ բարձր են, չեն կարա ձիով թռնեն վրեքից, էլի, մեջն էլ ամեն Վագենբուրգի մեջ մի 15-20 հոգի մարդ կա, նայած էլի են, որ ասում են, ու տարբեր զենքերով, ասենք, զինված, համ հրազեն, համ նիզակներ, արբալետներ և այլ, ու ասենք այտենց ստեղծեցին պատնեշ, տեխնոլոգիա ստեղծեցին ծանր հեծելազորի դեմ ու կարողացան չեզոքացնել այդ ծանր հեծելազորի գրոհը, որտեղ դա, ասենք, ովքեր գիտեն, ծանր հեծելազորը, կեռասիրները, ասենք, այդ սիստեմը ինքը շատ մեծ թափ ունի, էլի ճզմում է, ու ստեղծեցին այդ համակարգը ու սկսեցին հաղթել, ու օգտագործելով նաև հրացաններ, փոքրիկ հրանոթներ, այդ ամեն ինչը համատեղեցին, էլի, ու ինչ տեղ ունեցավ, որ սկսեցին ջարդել ավստրիացիներին, իրենց ինքնիշխանության, իրենց ազատության պայքարի համար, չեզոքացրեցին ավստրիական այդ կայսրությունը, հետո ընթացքում, պայքարի ընթացքում Յան Ժիշկան մահացավ, նոր առաջնորդ ընտրեցին, Պրակոպ Գոլովայա, էլի նույն սիստեմով շարունակեցին, ջարդեցին, խաչակիրներին ջարդեցին, պատկերացնում եք, 100,000 հսկայական զորքի ջարդեցին այդ իրենց տեխնոլոգիայով, ու այսպես հասան նրան, որ ասենց իրենց իրավունքները կարողացան ապահովել, այսինքն փոքր ակնարկ ստացվեց, նայեք ինչ հետաքրքիր է, շվեցարացիները, նորվեգացիները, չեխերը,
այդ Վագենբուրգը շատ հետաքրքիր է։ Իրանք առաջինը իրանք հայտնաբան արեցին, ուրեմն նայ, այնպես չի, որ դա չի ելը։ Օրինակ միշտ էլ հին 2000 տարի առաջ էլ կռիվների վաղտ ովքեր որ տեսել են ուսումնասիրել են, գիտեն։ Սայլերը որպես արգելք, ասենք, բերում էին, դնում էին այդպես բան, որպես պատնեշ, վրան ցախ մախ ինչ գերան մերան լցում էին, հռոմեացիներն էլ էին անում, ասենք, սա անում էին այդպես։ Բայց իրանք էդի կատարելեցին, այսինքն այդ վագոնչիկը իրանք այնց տախտակներով հասարակեցին, որ ասենք նետերը, այդ նիզակները չկարանան էլի անցնեն ու ծագեն մարդկանց թիրախավորեն, կարողացան այնպիսի ամուր բաներ սարքել, համ էլ որ ազատ տարածությունը մեջ շատ լինի, որ կարողանան այդքան մարդ շարժվի, անմերկ իրար գործը անի, ոնց որ դառնում է շարժական ամրոց էլի։ Ասենք տանում եք, այդ սայլերը դες քշելով տանում եք, միտեղ կանգնեցնում եք, ամրոց եք սարքում, հետո կռիվը բրծնում է, հավաքում եք, ձիերը կկապում եք, էլի շարունակում եք։ Ինչ հետաքրքիր գաղափար է, ու հետաքրքիր գիտեք որն է, ոչ մի նոր բան չի նարե այդ Յան Ժիշկան։ Ոչ մի բան, կարային ասենք 1500 տարի առաջ այդ նույն բանը մարդիկ ընկալեին ու հնարեին, բայց չեն հնարել։ Այդ տեխնոլոգիան հայտնվել է 15-րդ դարում, տեսնեք ինչ հետաքրքիր է։ Այդպես, շատ չերկարացնեմ, ովքեր, նայեք, օրինակ, երբ որ ես խոսում եմ, ժողովուրդ ջան, կարող է ասենք ինչ-որ անճշտություններ լինեն տեխնիկական առումով, ովքեր որ շատ են դրա վրա կարճում, կարող են ուսումնասիրել, կարող են պատմաբաններ կան, չէ, ինչ-որ ռազմական ոլորտի մարտական այդ մարտարվեստի բաներ կան, բլոգերներ կան, որ ուսումնասիրում են եւ այլ, ես պրոստը առաջարկում եմ, որ դուք զարգացրեք այդ ամեն ինչը։ Իմ խնդիրը դա չի, իմ խնդիրը նա է, որ ցույց տամ ոնց է տեխնոլոգիան աշխատել ժամանակի մեջ կոնկրետ երկրներում, որպեսզի իրանք իրենց առջև դրած խնդիրները լուծեն, այդ ինչպես հարցի պատասխանների հետ կապված, որպեսզի մեր երեխաները, որ վաղը մեծանան, իրենց համար օրինակներ լինի, որ իրանք չման գան ասեն, բա ոնց խնդիր առաջանա, էլի պատրաստի օրինակներ լինի, որ իրանք արագ հասկանան։ Օրինակ մեր ժամանակակից հիմիկվա ժամանակաշրջանում, օրինակ Կարեն Վարդանյանն ու այդ իր ընկերները ժամանակին ինչ արեցին, չէ՞, այդ արմատ կազմակերպությունը սարքեցին, ամբողջ Հայաստանում մեկ տարածեցին ու ասենք դա ես կոչ եմ անում, որ իր ընկերները չթողեն հանգարց, որ այդ իրենց շարքերում այդ ջիջուները մտնեն ու քանդեն ներսից, որովհետև դա անպայման կփորձեն էլի այդ ջիջուներ կան, այտենց տեսակ կա մարդկանց, որ ասենք իրանք միշտ սիրում են այդպիսի բաները քանդեն։ Դա շատ կարևոր է, այդ երեխեքին դա մեր ապագան է, մեր ասելով մեր ազգի էլի։ Հայ ժողովրդի ապագան կապված է այդ երեխեքը դե ոնց կարան այդ հարցերը լուծեն ազգի առաջ դրված այդ խնդիրները, որովհետև դուք շատ լավ բան եք արել, տղեր ջան, կազմակերպել եք, շարունակեք, բայց իրանց մեջ դա մտցրեք, որ դա իրանք անեն, ոչ թե մենակ փող աշխատելու համար, որտեվ ասենք գիտեք հիմա դարը ոնց է։ Ժողովրդի ապագան շատ կարևոր կապ ունի դրա հետ ու ասենք բա ով պետք է անի մեր տեղը։ Այդ երեխեքի տեղով պետք է սերունդը անի, նոր սերունդը թող անի, որտեղ հին սերունդը կարա օգնի, ոնց որ ասենք ովքեր որ կազմակերպել են այդ ամեն ինչը, չէ, իրանք կօգնեն որպես պլազդար, որպես ստարտ, որ այդ երեխաները թող մի հատ այնպես մի հատ սայլուտ անեն, որ սաղ տիեզերքում սաղ տենան ոնց են հայերը կարում անեն ինչ որ պետք է։ Այ ես ցանկանում եմ, որ այդ պայքարը, այդ շարժումը, այդ ծրագրերը իրականանան, որ այդ երեխեքը անպայման Կարեն Վարդանյանի այդ նպատակները, որ ինքը դրել է իր ընկերների հետ, իրանք երազել են, որ այդ ամեն ինչը կարողանան անեն, ու այն մարդիկ, ովքեր այդ ճանապարհին, այսպես ասած, տարբեր ճակատներում, թե մշակութային, թե ռազմական, թե ցանկացած ոլորտում, թե տնտեսական եւ թե գիտական եւ այլ, ճանապարհին չընկան, այսպես ասած, այդ պայքարում հայ ազգի փրկության, որ բոլորի երազանքները իրականանան։
Մեր սերունդները պետք է իրականացնեն, որ իրանք էլ իրանց հոգիները փառավորվեն։ Բա ով պետք է անի։ Այնպես որ շատ պատասխանատվությունը հասկացեք, ու այս տեխնոլոգիաներն էլ թող մտնի իրանց դասերի մեջ, որ իրանք ուրիշներից օրինակ վերցնելով, որտեվ այդ տեխնոլոգիան այնպիսի բան է, ինքը միշտ զարգանում է։ Դու պետք է կարողանաս տեսնես։ Տեսնելու համար ուշադրություն է պետք։ Ու այդպես, այսօր այդ հյուսիսյան պատերազմների օրն էր, շատ հետաքրքիր բան է, ասենք ինքը իրանից ոչ մի արտասովոր բան չի ներկայացնում, այդ նույն տախտակներն ու փայտերը, որից կառուցված է այդ Վագենբուրգը, դա 2000 տարի առաջ էլ է եղել, բայց ոչ մեկ չի արել։ Արել են կոնկրետ այդ ձևով արել է այդ Յանժիժիկը 15-րդ դարում։ Տեխնոլոգիան ինչ անում, ժողովուրդ ջան, այդպիսի բաներ, լավ մնացեք։